Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Բարի երեկո, եթերում սպասիր ինձ հաղորդաշարն է։ Մոտակա կես ժամը ձեզ հետ կլինենք մենք, Ռուբեն Մուրադյանը և Աննա Ավանեսյանը։ Եվ վստահաբար կասենք, որ այդ կես ժամում կհասցնեք ձեզ փոխանցել հենց այն տպավորությունները ու էմոցիաները, որոնք ակնկալում եք։ Մենք գիտենք, ինչ է բոլորիս անհրաժեշտ։ Մի փոքր սեր, մի փոքր հույս, մի փոքր հասկացված լինելու հնարավորություն, մի փոքր էլ կարեկցանք։ Ու ստանալով այս ամենը մեզնից յուրաքանչյուրը անկախ իրենից նույնն էլ տալիս է մեկ ուրիշին։ Ու քայլ առ քայլ ավելի գիտակից ենք դառնում, սկսում ենք հասկանալ, որ այն ամենն, ինչ մեզ իրոք անհրաժեշտ էր, հենց մեր մեջ է ու կրկնապատկվում է միայն ուրիշների հետ կիսելով։ Պատմեք ուրիշներին դրական հույզերի մասին, բաժանեք աջ ու ձախ, ու դրանք անպայման կվերադառնան ավելի մեծ ծավալով։ Մենք էլ սկսում ենք այսօրվա թողարկումը, հավատալով, որ բոլոր հույզերը, որոնք կծնվեն մոտակա կես ժամի ընթացքում, անպայման իրենց արմատները կտարածեն մեր հեռուստադիտողների սրտերում։ Հնարավոր չէ մոռանալ նրան, ով ձեր կյանքում կարևոր դեր է ունեցել, ով գուցե ինչ-որ ժամանակ փոփոխություն է մտցրել ձեր կյանքի ծրագրերում ու ազդել ձեր որոշումների վրա։ Հնարավոր չէ մոռանալ նրան, ով ձեր կյանք ուրախություն է բերել, ով կյանքի ինչ-որ փուլում օգնել է ձեզ հասկանալ ինչ է երջանկությունը, գտել է ձեր լավ տրամադրության բաղադրատոմսն ու հաջողություն բերել ձեզ։ Անկամ եթե կյանքը արդարացված պատճառներով կամ բացարձակ անարդարացիորեն բաժանել է ձեզ ու ձեր ճանապարհներն իրարից հեռացել են, դուք միշտ հիշելու եք նրան, այս կամ այն իրավիճակում մտածելու եք, ինչպես կվարվեր նա։ Եվ եթե հնարավոր չէ մոռանալ, ուրեմն պետք էլ չէ։ Ուրեմն նա պետք է լինի ձեր կյանքում, ուրեմն ճակատագիրն այդպես է որոշել։ Ուրեմն մոռանալու փոխարեն նրան պետք է վերադարձնել ձեր կյանք։ Վերադարձնել ու այլևս բաց չթողնել։ Դե դրանում մենք կօգնենք ձեզ։ Պարզապես դիմեք։ Իսկ հիմա դիտենք նոր տեսահայտ։ Հացի անվերջ թվացող հերթի մեջ մի կին կորցրեց գիտակցությունը։ Լարիսա Հակոբյանը նկատեց նրան, օգնություն ցուցաբերեց։ Կնոջ կտրոնի հերթն այդպես էլ չասավ, հացը սպառվեց։ Լարիսան որոշեց նրան տուն ճանապարհել։ Զրույցի ընթացքում պարզվեց, որ տիկնոջ անունը Ասիա է, նրա ընտանիքը Սումգայիթից է գաղթել։ Ասիան ամուսնու Լևոնի եւ 3 որդիների հետ կիսավեր մի տնակում էր ապրում։ Ճանապարհին նրանց ընդառաջ վազեց Ասիայի կրտսեր որդին։ Երեխան հաց ուզեց, սակայն մայրը դատարկաձեռն էր։ Պուճուրը մամա հաց բերել ես, մամա հաց բերել ես, իմ վրա շատ ազդեց այդ պահը, հա, ու ես իմ մտածելով ասեցի, չէ, ես պիտի օգնեմ այս երեխեքին, էլի, ու տանից ինչ որ կարում էի, ինչ որ ունեինք հնարավորություն, ես իրանց օգնում էի, ու տենց մեր մտերմությունը շատ խորացավ, որպես ընտանիքի անդամ եղանք, գնալ գալ տանում էի, բերում էի մեր տուն, իրանք էին գալիս գնում։ Մամայիս նկարն է, հույս ունեմ, որ ինքը կճանաչի, կտեսնի նկարը, որտեվ ինքը շատ սիրում էր մամայիս ու շատ շփում ունեցել մամայիս հետ։ Շատ էր սիրում իրան, ասում էր իմ աղջիկն է, տարբերություն չկա, ինքն էլ էր տարբերություն չէր դնում, ասում էր ես ունեմ 5 աղջիկ, որպես աղջիկ էր ինքը սիրում Ասիային։ Լարիսան ու Ասիան ապրում էին Արարատի մարզի Գոռավան գյուղում։ Ծանոթությունից 5 տարի անց Ասիան ամուսնու եւ երեխաների հետ մեկնեց Ռուսաստանի Կրասնոդարի երկրամաս։ Ընտանիքը բնակություն հաստատեց Նովոկուբանսկ քաղաքում։ Ու տենց մեր կապը կար, անդադ զանգում էինք, իրար հետ կապնվում էինք։ Հետո մի 2 տարի անցավ, Ձյազլովան զանգեց, գալիս ենք Հայաստան։ Ասեցի եկեք, բարով գաք։ Ասիայի հետ եկան Հայաստան, եկան մեր տուն։ Մի քանի օր մնացին մեր տանը, իրանց լավ ձևով հարգեցինք, պատվեցինք, ինչ որ պետներ, նվերներով, ամեն ինչով իրանց ճանապարհեցին, գնացին։ 1998 թվականին Լարիսան ընտանիքի հետ տեղափոխվեց Մոսկվա։ Այս շրջանում ընկերուհիները հաճախ էին հանդիպում։
ընտանեկան հավաքույթներ էին կազմակերպում։ Ընկերուհիների վերջին հանդիպումը տեղի ունեցավ 2009 թվականի ձմռանը։ Մի օր աշխատանքի գնալու ճանապարհին Լարիսան կորցրեց հեռախոսը։ Հեռախոսի հետ կորավ նաև ընկերուհու հեռախոսահամարը։ Մի քանի շաբաթ անց Լարիսան մեկնեց Նովոկուբանսկ ընկերուհուն այցելելու։ Նրա հարևանները սակայն ասացին, որ Ասյան ու Լևոնը շատ հապճեպ վաճառել են բնակարանը։ Նրանց նոր հասցեն իմացող այդպես էլ չգտնվեց։ Ու տենց ես չկարացա իրանց հետ ոչ մի կապ հաստատեմ ու ոչ մի տեղեկություն չունեցա։ Հետո եկանք Հայաստան, գնացի իր աղբոր գյուղը, ասեցի իր աղբերը կիմանա էլի որտեղ են, որտեղ չեն, ու տենց էլ իրանք այնտեղ չէին ապրում։ Ու ոչ մի տեղեկություն չունեցա իրանցից մինչև այսօր։ Որպես քուր էր իմ համար, նույնն էլ ես էի իր համար, շատ նվիրված է, շատ մտերիմ է, շատ անկեղծ մաքուր հոգի կին էր ինքը, նույնն էլ Ձայզլովան ամեն խոսքից մատաղ քեզ, շատ բարի ընտանիք էի, շատ մաքուր հոգով ընտանիք էի նվիրված։ Դրա համար ես իրանց շատ սիրում եմ, շատ կարոտում եմ ու ուզում եմ, որ իրանց գտնեմ։ Լարիսան հիշում է, որ վերջին հանդիպումների ժամանակ Ասյան ու Լևոնը խոսում էին իրենց որդու մոտ Կրասնոդար տեղափոխվելու մասին։ Նրանց ավագ որդին Ռուբենը կոշկակար էր։ Ասում էր գնանք այնտեղ երեխուն օգնենք։ Ու տենց ես մտածում եմ երևի Կրասնոդար են գնացել։ Ես միշտ իր կարիքը զգացել եմ, միշտ մտածել եմ իր մասին, միշտ անհանգստացել եմ։ Ոնց կարա մարդ իր քրոջ մասին չանհանգստանա ու չմտածի։ Տենց օր չի եղել, որ ես մտքերով իր հետ չլնեմ։ Ու միշտ հիշել եմ ու սպասել եմ, ասեմ, միգուցե ինքը ինձ գտնի, ինքը գիտի, որ ես Հայաստանում եմ, ինքը գիտի որտեղ եմ, ասենք ծնողները որտեղ են, գոնե իրանց միջոցով ինքը կարար գտներ, բայց չի գտե ինքը, իսկ ես ուզում եմ, որ գտնեմ իրան։ Արտակնապես Իմբոյին, տենց սևուկ սիրուն կին էր, մազերը երկար, տենց բաներ անում, կոս էր անում, շատ ժամանակ, կամ ոչ էր անում մազերը, սիրուն կին էր ինքը, ժպտեր ես, միշտ ժպիտը դեմքին։ Ես հիմա այսենց պահի տակ ես ոնց որ պատկերացնեմ իրան իր ժպիտը։ Ու ուզում եմ, որ իրան գտնեմ, այդ ժպիտը նորից տեսնեմ ու գրկեմ իրան կարոտը առնեմ։ Ոնց կարա մարդք իր քրոջ չկարոտ, ես իրան որպես քուր եմ համարել, որպես քուր եմ սիրել ու սպասում եմ, որ հույս ունեմ, որ կգտնեմ իրան ձեր միջոցով։ Ու միշտ քույրիկներիս էլ ասել եմ, մենք 4 քուր չենք, 5 քույր ենք, ու ինքը քույրիկներիս էլ ա ճանաչում, իրանց տներն էլ ա գնացել, եկել, մերոն գնացել, եկել են, ասենք իրանց հետ էլ ա կապ եղել, էլի։ Ասյա ջան, ես քեզ շատ կարոտել եմ, շատ սիրում եմ ու սպասում եմ, հույս ունեմ, որ կլսես ու դու էլ կարձագանքես իմ ձայնին եւ կհանդիպենք միասին։ Որոնումները որքան էլ բարդ, միևնույն ժամանակ շատ հետաքրքիր գործընթաց են։ Երբեք նախապես չգիտես, ուր կհասցնեն քեզ։ Երբեմն անսպասելիորեն նոր դռներ են բացվում, որոնց մասին չենք էլ կասկածում։ Հենց այդպես է տեղի ունեցել եւ մեր այսօրվա պատմության դեպքում։ Բայց առաջ չընկնենք ու ամեն բան պատմենք ըստ հերթականության։ Այս տարվա սկզբին մեր տաղավարում հյուրընկալել էինք Վանյա Մակյանին, որը որոնում էր բանակային ընկերներին։ Առաջարկում եմ դիտել տեսանյութը եւ վերհիշել նրա պատմությունը։ Փնտրում եմ իմ բանակի ընկերներին։ Արայիկ Պետրոսյան, Հրանտ Ղազարյան, Սիմոն Սիմանյան, Աղաջանյան Էդիկ, ծնվել եմ 1932 թվականի Շամյան ռայոնի Գյուլիստան գյուղում։ Մնացել եմ բանակ, տեղերքը Երևանից են եկել։ Մենք հանդիպել ենք վայնի չասցեմ շտիրի նորվոսեմ չաստում։ 2 տարի ծառայել ենք 71 թվից մինչև 73 թիվը։ Ծառայությունը անցել էր լավ, ընկերական, ես Ղարաբաղից, իրանք Երևանից։ Դուք քիչ առաջ հենց նրանց անուններն եք հնչեցնում։ Բանակից հետո էլ իրար չենք տեսել։ 50 տարի իրար չենք տեսել։ Գոնե մի անգամ էլ հանդիպենք։ Նրանց բոլորի տարեթվերը գիտեք։ Երբ են ծնվել, քանի տարեկան են։ Տարեթվերը չեմ կարող ասեմ, բայց եթե պրիզովը եկել է 18 տարեկան հասակում 71 թվին, 15 թվական արդեն գալիս է
53-54 թվականների ծնվածներն են։ Ես ուշ եմ գնացել, որովհետև որ հարց չեմ ունեցել, մայրս մենակ է եղել, այդ ժամանակ ես արդեն մի տարի ուշ եմ գնացել ու այդ տղերքը ինձանից փոքր էին։ Մի տարով կեսով կամ 2 տարով փոքր են եղել։ Ձեր բանակային օրերի որ պատմությունները, որ դրվագներն եք ամենից հաճախ հիշում։ Տղաների հետ կապված միշտ իրար հետ ֆուտբոլ են խաղացել, կամ ասենք վոլեյբոլ են խաղացել։ Ծառայությունը մեր շատ դժվար է եղել։ Ծառայել ենք տայգում, բայց իրար հետ եղել ենք ոսպոր աղբերք, ոսպոր ոնց ասեմ, մի ընտանիքից։ Իմ լեզուն ասենք թե որ ես խոսացել եմ, իրեն չեն հասկացել։ Բայց էլի իրար հետ մենք եղել ենք շատ մոտիկ, շատ։ Արայիկը որ ծառայում էր, եկել է որ ծառայելը պատուհանի խփում էր։ Ասում եմ ես մեկ այդպես կա բարաբանչիկ դառնում։ Ու տենց էլ եղավ։ Մեր չաստիցանին տարան արդեն մուզիկալի։ Նույնն էլ Աղաջանն նա սվյազիստ էր։ Նույնն էլ ես եմ եղել, ես սաբաշնիկ եմ ծառայել։ Հավատարիմ մնալով մեր սկզբունքին առաջարկում եմ այս պահին նայելով տեսախցիկին ձեր ուղերձը հղեք այն բոլոր մարդկանց, ում որոնում եք։ Ես ուղերձը հղում եմ իմ տղաների, իմ ընկերների, աղբերներիս։ Երևանում եք, դրսում եք, որտեղ որ կաք, շատ եմ խնդրում։ Տղերք, արեք գոնե մի օր հանդիպենք։ Շատ կուզենամ իրար հետ հանդիպեմ։ Մենք էլ շատ ուզում ենք, որ այդ հանդիպումը այստեղ լինի մեր տաղավարում։ Ու մեր խնդրանքն է, որ ձեր ընկերները կամ նրանց հարազատները, նրանց ճանաչողները մեզ հետ կապի դուրս գան, որ ձեր հնարավոր երջանիկ պատմությունը բոլորս տեսնենք։ Ես շատ ուրախ կլինեմ։ Շնորհակալություն, որ այսօր եկաք, մենք սպասում ենք լավ լուրերի ձեր ընկերներից։ Շատ շնորհակալ եմ։ Իհարկե մենք հենց այնպես չհիշեցրինք ձեզ այս որոնման հայտի մասին։ Այն շարունակություն ունի։ Իսկ թե ինչպիսին է այդ շարունակությունը կիմանանք արդեն հենց Վանյա Մակյանի հետ, որին այսօր կրկին մեր տաղավար ենք հրավիրել։ Համեցեք։ Բարև ձեզ։ Համեցեք։ Հաստատ դուք եք, չէ՞։ Մի փոքր փոխված։ Դուք եք, չէ՞։ Ես եմ։ Հաստատ ձեր եղբայրը չի, ձեր որդին չի։ Հենց դուք եք, Վանյա Ես եմ Մակյանը։ Վանյա Մակյանը։ Պարզապես որոշել եք փոխել ոճը։ Առաջ անգամ եկել եմ Մորուքով, նկարահանման ժամանակ ընկերներիս ընտրել է ժամանակ այդ Մորուքով եմ եղել։ Հիմի որոշեցի երկրորդ անգամ այդ Մորուքը թրաշվեմ, հետո որ ինչ-որ մեր հայկական ոճով։ Ամեն դեպքում հաստատ դուք եք։ Ես եմ։ Շատ լավ։ Դուք դիտել եք անցած հաղորդումը ձեր մասնակցությամբ։ Ուշադիր եք դիտել։ Շատ։ Գուցե ինչ-որ բան մոռացել եք ասել, պատմություններ եք այդ պահին լարվածությունից, գուցե հուզմունքից մոռացել եք պատմեիք։ Ամեն ինչ այդ օրը պատմեցիք։ 2 տարվա պատմությունը շատ երկար է, բայց ես այն կարևոր պատմությունները որ պատմել եմ, այդ պատմությունն է եղել։ Կարծես թե ինչ-որ անուններ էին բացակայում, չէ՞, նախորդ անգամ բոլորինը չհիշեցիք, հիմա վերհիշել եք արդյոք։ Չեմ կարա։ Մի հատ մի հոգու կարող է հիշեմ, դա Ժորա Սարգսյանը, որը ինքը ապրում է Վայք ռայոնում, բայց գյուղի անունը չեմ կարող ասեմ։ Այդ անունն եմ հիշել։ Հետո արդեն գնացիք տուն ու հիշեցիք, որ չեք ասել։ Դա մեր սերժանտն է եղել։ Բայց ես ոնց չեմ մտածել, որ ես հայտ ներկայացնեմ, որտեղ այս հաղորդում ես նայում եմ։ Հենց որ ժամը գալիս է, թորներս վազում են, պապի արի, սկսեցին։ Այդ մոմենտի ես չկարաչի հիշեմ, որ ասենք այս տղու անուններ տայի, գնացի տուն ստեցի նենց, որ արդեն նկարները տես նորից դրա դեմս նայեց, արակ, ասա, պա մեր սերժանտը չկա։ Իսկ հաղորդումից հետո արձագանքներ ունեցել եք ինքներդ, ինչ-որ մեկը ձեզ գուցե զանգել է ընկերներից կամ, չէ՞։ Չի եղել։ Ոչ մի արձագանք չի եղել։ Լուսանկարում պատկերված տղաները, ընկերները Զորամասից ոչ մեկ չի արձագանքել ձեզ։ Դուք 4-ի անուն տվեցիք, հիմա արդեն 5-րդ անձի անուն եք տալիս։ Ժորա Սարգսյան։ Ահա։ Ես առաջարկում եմ լուսանկարը եւս մեկ անգամ նայենք։ Դուք այստեղից 4 հոգու անուն։ 4 հոգու եմ։ Վերևի կայնած 4 հոգու։ Կանգնած տղաների անունները։ Հա։ Սիմոնյան Սիմոնը առաջին, երկրորդը Աղաջանյան Էդիկ,
Պետրոսյան Պետրոսը Ձեր կողքով է, այդ տեղը չէ, չեմ հիշում, չեք հիշում։ չեմ հիշում։ Կարծես թե ազգությամբ էլ նույնիսկ հայ չէ։ Ինչ առիթով ենք ձեզ նորից հրավիրել Սպասիր ինձի տաղավար։ Կամ մեկը ճարվել է, կամ ասենք ինչ որ պատահար ա եղել, կամ ասենք թե ես իմ նես կասկածներ շատ կա, բայց այդ երկու կասկածից։ Իրականությունն այն է, որ մենք արձագանք ունենք։ Կա ինչ-որ կանխատեսում, կանխազգացում, թե օրինակ այս լուսանկարում պատկերված տղաներից ով կարող էր արձագանքել։ Հրանտը, Ինչու՞։ հրանտը կարող է մեկել Պետրոս։ Ով որ արձագանքել է, այդ օրը դուք նրա անունը չեք տվել։ Լրիվ այլ մարդ է արձագանքել։ Ես առաջարկում եմ դիտենք մի լուսանկար ու տեսնենք թե ով է արձագանքել ձեր հայտին։ Էս հա, Ժորոս Սարգսյան։ Շատ հետաքրքիր էր 50 տարի ընկերների չտենաս չշփվես ու հանկարծ առիթը եկել է։ Շատ ուրախ եմ, շատ։ Մտերիմ եք եղել։ Շատ։ Դուք ասացիք, որ տուն եք գնացել նկարահանումից ու նրա անուն ազգանունը Անունը կարծես հիշել հիշել եք։ Հիմա լուսանկարում տեսնում եք հստակ հիշում եք, որ ինքն է։ Մյուս լուսանկարում չկա, դա ինքը չկա։ Իսկ ինչ եք կարծում, որ տեղից մեզ այս լուսանկարը։ Իրա մոտից կլինի, ինքը ուղարկած կլինի դա։ Որտեւ իրար հետ եք, եթե Դուք եք չէ լուսանկարում։ հա ես եմ կարող։ Դուք եք եւ Ժորանը։ Հա, Բայց շատ է փոխվել, հա, մազերը բանը թողել է։ Բայց դուք այս լուսանկարը չունեք։ դե տուն ունեմ, ալբոմի մեջ բանը- կա, Բայց չէիք բայց ես տվել եմ, տրամադրել մեզ։ ասենք այն մեծ, Խմբակայինը։ այն շատն եմ տվել։ Բայց ասում եմ, գնացել եմ տուն նստել եմ, ասել եմ ես փոշմանել եմ, որ ասենք սերժանտի անունը չեմ տվել։ Երևի նա չկար լուսանկարում դրա համար, հա։ Այդ է, կարող է։ 53 տարի քիչ ժամանակ մի կյանք անցել։ Մենք տեսանյութ ենք պատրաստած։ Ուզում միասին։ Իրաց գյուղից Միասին առաջարկում եմ դիտենք։ դիտենք։ Սիրով։ Ես Ժորա Սարգսյանն եմ, Մակյան Վանիկի բանակային ծառայության ընկերը։ Ահա այս նկարում ես ու Վանիկը նկարված ենք, ես իրենց կամանդիր ադելենին եմ եղել եւ իսկույն ճանաչեցի իրեն։ 1971 թվականին Ժորա Սարգսյանը Ռուսաստանի Գորկի քաղաքում սերժանտական դպրոց ընդունվեց։ 6 ամիս անց տղային տեղափոխեցին Չերսկի քաղաքատիպ Ավան, զինվորական ծառայության։ Ժորան նշանակվեց 12 հոգուց բաղկացած ջոկատի հրամանատար։ Ջոկատում մի քանի հայեր կային, որոնց թվում էր նաև Վանյա Մակյանը։ Նա զորամասի շներ վարժեցնողն էր։ Վանիկի հետ առանձնապես շատ մոտիկություն մենք դրսևորեցինք եւ ծանոթացանք արդեն ընթացքում մենք մոտիկ ընկերներ էինք։ Լավ ծառայող էր, լավ միշտ էլ գովում էին իր ծառայությունը, մեր բանը հրամանատարները գոհ էին իր ծառայությունից։ Ժամանակին ամեն ինչ կատարում էր տեղին։ Շատ համեստ տղա էր, բորովոքող չէր, միշտ խաղաղ ձգտում էր, որ չլինի կոնֆլիկտներ շատ։ 1973 թվականի աշնանը տղաները զորացրվեցին։ Հրաժեշտի պահին Ժորան ու Վանյան միմյանց լուսանկարներ փոխանցեցին, սակայն հասցեներով փոխանակվել մոռացան։ Ժորան վերադարձավ Հայաստան, Զառիթափ գյուղ։ Հետագայում ընդունվեց Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության բաժին։ Հաթաթվել, գրկվել իրար, համբուրել, բաժանվել ենք, բայց ցավն էնա, որ նայում են ոչ մեկի նկարի հետև ոչ մի հասցե չկա, այդ է ցավալին։
պետք է նկարների հետևը գրածել էինք։ Ես օրինակ շատ եմ հիշում, անդադ այդ ալբոմը բացում նայում էի ընկերները, տենաս որտեղ են, ինչ են անում, ինչով են զբաղված, բայց դե որ հասցեները չկար, ոչ էլ հեռախոսի համար, դե այն վաղտը չկար այդ հեռախոսները։ Ժորա Սարգսյանը շարունակում է ապրել Վայոց ձորի Զառիթափ գյուղում։ Նա ունի 2 որդի, 1 դուստր, արդեն նաև թոռներ, որոնք արձակուրդների ժամանակ այցելում են պապիկին եւ օգնում այգեգործական աշխատանքներում։ Հերթական ընտանեկան երեկույթի ժամանակ Ժորան առաջին ալիքի եթերում տեսավ իր ջոկատի խմբային լուսանկարը։ Իր անունը եթերում չհնչեց, բայց Ժորան միանգամից ճանաչեց վաղեմի ընկերոջը, Վանյա Մակյանին, ու զանգահարեց «Սպասիր ինձ» հաղորդաշարի խմբագրություն։ Աչքերս մի քիչ էլ արցուկոտվեցին, ամբողջ գիշերը տալիս առնում էի ոնց է, ինչ էր, այդ ծառայությունը ոնց էր անցնում, այդ շատ ուրախ եմ եւ կհանդիպենք արդեն ավելի ուրախ կլինենք, արդեն կապը կունենանք, տենանք մյուս ընկերները կտան արձագանք, թե չեն տան, կարոտել ենք։ Դե, ինչ զգացողություններ են։ Ծիրտս տպրտում կարող եմ որը խոսամ, լացս գալիս է։ Մեկը մյուսին չտեսնա 53 տարի, մարդու կյանք, ոսկ կարաս, ոսկ դիմանաս, ոնց արտահայտվես հետի որ ձերքերս դողդողում է։ Շատ ենք կապված եղել, շատ, իրար հետ ինչ ասեմ, պուճուր երեխայի նման էլ կռվել ենք, էլ իրար սիրել ենք, էլ ինչ որ կատարում են, ասենք միջակ տարիքի ջահելների երեխոցու մեջ, որ ինչ որ կատարում, մեկը միջից խորովի, մեկը միջից մի բանանի։ Լուսանկարներից մեկում ձեր շունն էր։ Սաղ ալբոմի մեջ դու նկարները ունեմ։ Հա, մենակ ինքը չէր շուն վազեցնող, մի հոտ Մալդավան կար, ստե որ նկարը կար շան հետ, նկարվել ենք։ Մի հոգի էլ չեմ անում, ռուս էր թե ինչ, 3 հոգի էին։ Դողդողում եմ, չեմ կարում դիմանալ, ես ուրախությանը, որ ես չէի հիշել այդ մարդու անունը, իսկ հիմի ինքն արդեն ինձ հիշում է։ Այս ուրախությունը դեռ պետք է կրկնապատկվի, շարունակվի։ Շարունակվի, եթե որտե ուզում է ինքը, ասենք, ասում եմ, ջերմուկ գնալուց Աշթևիտ վրա դեպի Նախճեվան այդ գյուղարանքներում է։ Գետը անցնում ես, այդ գյուղարանքներում է, բայց որ գյուղում չեմ կարող ասում։ Մեր մոտից Նախիջևան ընդամենը մի 20 կիլոմետր է բանը, սահմանը։ Մեզանից հետո էլ գյուղեր կան, էլ։ Իրականում դուք կարիք չունեք վայք գնալու, այդ գյուղերի մեջ շրջելու, կարիք չկա հեռու փնտրելու, որովհետև ձեր ընկերը այստեղ է։ Որտե՞ղ։ Այստեղ։ Այո։ Մի քանի մետր հեռավորության վրա Ինչ անենք, շարունակենք։ Հա, բա ոնց։ Դուք ասեք, շարունակենք։ Չէ, այդ մարդուն թողենք ընդ։ Ոնց կասեք, ձեր ընկերն է։ Ես ասենք սրտից շատ խեղճ եմ։ Հասկացանք, ժամանակ չձգենք։ Հրավիրենք նրան։ Սիրտից արդեն բերալից ուզում է դուրս գա։ Մենք ձեզ երկար չենք սպասեցնի։ Ու հենց այս պահին նրան կհրավիրենք մեր տաղավար։ Համեցեք։ Արա նույն բոլորն ես, չես։ Վայ, տղաջան։ Ես ինչ լավ բան ես արի, արա։ Ես այս հաղորդման երկպագում եմ, բայց չեմ բանարել, որ իմ ընկերներին մանգամ կտնեմ։ Վապրես։ Վապրես։
Այսի չէ, սա դեպի լեզինջարի, ատերկու տարի մեծ է։ Եվ այսպես ասում եք, որ մեր հաղորդման երկրպագուն եք։ Այո։ Արդյոք դա նշանակում է, որ հենց դուք եք տեսել լուսանկարը, դուք եք տեսել Վանյային, թե բայց ինչի ես չկամ։ Թորնուհիս է այդ նկարը տուղել։ Հա, ուրեմն գիտես ինչ, ես որ Գորկում անցել եմ սերժանտական դպրոց, իրան գնացել են արդեն տեղամաս զորամասում ծառայելու։ Ես 6 ամիս հետո եմ իրանց միացել։ Սերժանտական դպրոցը ավարտելուց հետո նոր գնացել եմ այս զորամասում։ երբ տեսաք ձեր բանակային ընկերոջը ու հասկացաք, որ հենց ինքն է, Վանյա Մակյանն է։ Ինչ զգացիք եւ ինչ արեցիք։ Անունով, ազգանունով լավ հիշում եմ իրան։ Օրինակ մյուսներին այնքան չէ, մի հատ էլ Սիսյանցի Սերոժ կա։ Հա, Մուրուքով ոչ ճանաչեցի։ Դե որ անազգանունով Դե անազգանունով կապն։ Իսկ ինչ գործողություններ հաջորդեցին։ Արդյոք մի անգամից զանգել եք «Սպասիր ինձի» խմբագրություն։ Հա, այսինքն հաջորդ օրը թորնիկս եկավ, բաբեր ուղարկենք նկարները։ Զանգեցին ինձ, ասին, որ ստացել ենք նկարները, առաջիկայում կգանք նկարահանումները եւ կհանդիպեք դուր ընկերոջ։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ դուք հայրենիքից այդքան հեռու միասին ծառայել եք այդքան տարիներ ու հետո վերադարձել եք հայրենիք ու հայրենիքում իրար կորցրել։ Շատ ցավալի է, որ ոչ մեկի հասցեն նկարների հետևը գոնե Չկա, գրած, ոչ բան չկա։ Նկարի հետևն չգրած է, ինքը ով է։ Հա, Իսկ մյուս ծառայակից ընկերների հետ կապ պահպանում եք։ չէ, ոչ մեկի հետ Չկա։ կապ չկա։ 53 տարի անց է, չենք բանա, ինչի շփում չենք ունեցել, այդ ափսոսն է դա էլի, որ ընկերների հետ շփում չունենք, այո։ Ում ես հիշում։ Ես մենակ Սերոժին եմ, Սիսյանցի Սերոժին եմ հիշում։ Ես 4 հոգունի հիշում եմ։ Ղազարյան Հրանտը, Աղաջանյան Էդիկը, Սիմոնյան Սիմոնը, Պետրոսյան Պետրոս։ Հրաշալի է։ Ես մի գաղափար ունեմ, Ռուբեն։ Եթե մեզ հաջողվի գտնել ձեր մյուս ծառայակից ընկերներին, կկրկնենք այդ լուսանկարը։ Համաձայն եք։ Համաձայն եմ։ Բոլոր ընկերներով լուսանկարվեք։ Համաձայն եմ։ Շնորհակալ ենք շատ։ Մենք էլ եք շնորհակալ։ Հաղորդման մենք շատ, օրինակ մեկը ես շատ ուրախ եմ, որ ասենք ինչ որ մեկը մի ընկեր 53 տարուց հետո արձագանքի, որ ես կամ ուզում եմ տեսնեմ, իրար ուզում եմ տեսնեմ։ Ուրախությունից սիրտս պայթ։ Ես որ տեսա ուրախությունից աչքերս լցվեցին, կինս ասում է ինչ պատահեցի, ասում ընկերներս են, բանը հայտ են ներկայացնե։ Ուրեմն տղերքը երևի տղերքը չեն նայում։ Կարող է եւ չեն նայել։ Գուցե նրանց ազգականներից ինչ որ մեկը կնայի արձագանքի, գուցե ձեր նշած զորամասի թիվը, հասցեն, տեղամասը, ինչ որ մի ինֆորմացիա, ինչ որ մի տեղեկություն, բարեկամների, ընկերների, ծանոթների շրջապատում, հարևաններ գուցե դիտեն եւ տարածվի այս ինֆորմացիան ավելի լայն շրջանակներում եւ արձագանքը շրջանակներում կլինի։ Շատ շնորհակալ ենք ընդհանրապես հաղորդում եք։ Շատերը կարծում են հենց հաղորդում է էլի, նկարահանում են ցույց են տալի, բայց իրականությունը էս է։ Մենք հանդիպել ենք 53 տարի առաջ չենք, բաժանվել ենք նոր ենք հանդիպում։ Իհարկե շատ ինչ հարգալից գործ եք կատարում։ Շնորհակալություն, շատ ուրախ ենք ձեզ այստեղ միասին տեսնելու։ Շնորհակալություն, շնորհակալություն, շատ։ Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ մարդը երբեք չի մոռանում իսկական ընկերներին։ Նրանց, ում հետ անցել է դժվարությունների միջով, նրանց, ում հետ գուցե ոչ երկարատև, բայց կյանքի կարևոր շրջան է ապրել։ Որքան էլ ժամանակ անցնի, որքան էլ ամեն բան փոխվի, միևնույն է գալիս է մի պահ, երբ նման ընկերների կարիքն առավել շատ է զգացվում, երբ հասկանում ես, որ հենց այդ ընկերությունն է կյանքի ամենաթանկ պարգևներից մեկը։ Այս դեպքում գտանք ոչ նրանց, ում որոնում էինք, բայց մեկին, ով համալրեց ընկերական շրջապատը։ Եվ ով գիտի, գուցե հենց այդպես էլ պետք է լիներ։ Որոնումները չենք դադարեցնում, լիահույս ենք, որ ծառայակից մյուս ընկերներն էլ անպայման կգտնվեն։ Եթե ձեր կյանքում էլ եղել են ընկերներ, որոնց հետ անցկացրած ժամանակը չեք կարողանում մոռանալ, ապա ճիշտ ժամանակն է մեզ դիմելու։ Հաջորդ անգամ մեր տաղավարում կարող ենք
հենց դուք հայտնվել եւ կարոտած գրկել ձեր ընկերներին։ Սպասիր ինձ հաղորդաշարներ եթերում։ Կհանդիպենք նոր պատմություններով։ Մնացեք խաղաղությամբ։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։